Ես պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ընթացքում խոսեցի այս մասին եւ խոսեցի, որ պետական համակարգում աշխատանքի գրավչությունը եւ արդյունաբերությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, բայց այս դեպքում էլ խնդիր կա ոչ միայն ուղղակի վարձատրության որոշակի լրացուցիչ համակարգներ դնել, այլ առավել արդյունավետ աշխատելու եւ սեփական հմտությունների եւ կարողությունների գիտելիքների եւ պրոֆեսիոնալիզմի վրա աշխատելու որոշակի համակարգ ստեղծել, ինչը մենք հիմա անում ենք։ Բայց ես կարծում եմ, որ այս բոլոր քննարկումների համատեքստում մենք մոռանում ենք մի բան, եւ ես էլ դրա մասին երբեք չեմ ասել, բայց ուղղակի չեմ էլ նկատել այդ բանը։ Եկեք արձանագրենք, որ այսօր պետական համակարգը աշխատում է շատ էականորեն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան օրինակ աշխատում էր նույն 2018 կամ 19 թվականին։ Ինչու՞։ Որովհետև ծավալները աշխատանքի մեծացել են։ Ես այն օրը Գեղարքունիքի մարզպետի հետ աշխատանքային խորհրդակցություն է, ասացի, քանի շինարարական օբյեկտ կա մարզում, 247 վարչապետ։ Մարզում կատարվում է պետական սուբվենցիա, այսինքն կառավարության ընդունված ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզում այս պահին իրականացվում է 247 տեղ շինարարություն է իրականացվում։ Այսինքն պատկերացնում եք, ճիշտ է, Գեղարքունիքի մարզը ծավալով մեծ մարզ է, բայց ես համոզված եմ մյուս մարզերում էլ մոտավորապես այդ պատկերն է։ Եվ սա մի հատ աներևակայելի թիվ է, բայց խնդիրը այդ չի։ Նախ այդ թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճել համեմատած նախորդ շրջանի հետ, բայց խնդիրն այդ չի, որ ինքը շարունակելու է աճել։ Ընեն չի, որ այդ 247-ը ավարտվեց, վերջ, այդ 247-ը դառնալու է 350, 350-ը 450, 450-ը 500 եւ այդպես շարունակ։ Եվ մենք հաշվի չենք առնում, հիմա օրինակ ասենք քաղաքաշինության կոմիտեն վերջին տարիներին ճիշտ է, մենք այնտեղ հաստիկներ որոշակիորեն ավելացրել ենք, բա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիր ենք իրականացնում։ Բա հետո ասում ենք, որ որակը պետքա տեղը լինի, պետքա հետևել ով հետևի, ինչքան հետևի, ինչ աչքով հետևի։ Այս ամեն ինչը շատ կարևոր խնդիրներ են, եւ մենք այո կայացրել ենք սկզբունքային որոշում, ընդ որում այդ որոշումը շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք ընտրություններից առաջ, այդ որոշումը կայացնում ենք իմանալով, որ դա պոպուլյար չի այդ որոշումը, բայց ես էլի ասում եմ, իմ համոզմունքն է, այն իրավիճակից, երբ որ պետական համակարգի աշխատողները չունեն անհրաժեշտ մոտիվացիաներ, չունեն սոցիալական որոշակի մի դա երաշխիք էլ չէ, էլի սոցիալական որոշակի մի ապահովվածության շատ թե քիչ միջին մի մակարդակ, դրանից ամենաշատը տուժում է ով Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, ուրիշ ոչ մեկ, որովհետև դրա դիմաց ստանում է նորանոր կոռուպցիոն ռիսկեր եւ կոռուպցիոն իրավիճակներ, ձևավորվում անընդհատ եւ ռիսկեր են ձևավորվում անընդհատ, եւ երկրորդը ստանում է կամ վատ որոշումներ կամ լավ որոշումների վատ իրագործում եւ ստանում է ուղղակի եկեք տենց լավ չի ինչում պետական բանի դեպքում, բայց վատ սպասարկում, չնայած դա էլ է ծառայություն եւ պատեհ է այս բառը, իհարկե եւ այս որոշումը այո, ես ուրախ եմ, որ մենք ունենք այդքան քաղաքական համարձակություն եւ այդքան քաղաքական վստահություն, որ մենք այս որոշումը կայացնում ենք եւ կարծում եմ եւ ուզում եմ ուղղ ասել, գիտեք, սեթեվեթելու ժամանակները անցում են եւ կարծում եմ, որ մեր պետական համակարգը արժանացել է դրան, ոչ մեկին լավություն չի անում, մեր պետական համակարգը արժանացել է դրան, ես այն օրը Էդ էլ կա, որ մենք ճիշտ անդադ սովորել ենք պետական համակարգին, ես էլ քննադատել ես մի բանն են չեմ, մի բանն են չեմ, բայց բազմաթիվ բաներ նենց են։ Եվ մենք չենք հիշում, ընդունված չի ասել։ Ես որ ասում եմ, ես նաև մասնագիտության որ լրագրող եմ, այդ բանը կա։ Ասենք աշխարհում ընդհանրապես ոչ մի թերթ կամ լրատվական չի լինում,
որը բացում ես առաջին էջում գրած ամեն ինչ նորմալ է, երկրորդ էջում գրած ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես հոյակապ է, խնդիրներ չկան, խնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է։ Մարդկության պատմության մեջ ընդհանրապես տենց լրատվամիջոց չի եղել, որովհետև լրատվամիջոց նրա համար է, որ հայտնի խնդիրների մասին, որովհետև եթե ամեն ինչ նորմալ է, դա առանց լրատվամիջոց էլ հայտնի է, եւ հետեւաբար, բայց ասում եմ, հա, եւ դա Էտել է նորմալ, որ մենք խոսում ենք խնդիրների մասին հիմնականում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք ձեռքբերումները, այն ձեռքբերումները, որը մենք այո այսօր արդեն տեսանել են։ Եվ ես զգում եմ, որ մեր հանրությունն էլ սկսել է նկատել, որովհետև տենց ցակուցրիվ բաները գուցե այդքան բան չի, նկատելի չեն, բայց արդեն երբ որ տեսակարարքշիռ է ձևավորվում, դա արդեն դառնում է ավելի նկատելի, իհարկե իր խնդիրներով, եւ ես վերջում մի հատ խնդրի մասին կխոսեմ, բայց այս թեմայի հետ չառնչվող, բայց սա մի որոշում է եւ հաջորդը մենք սկզբունքային որոշում ենք կայացրել, որ պարտադիր ըստ էության պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը էլի նոր որոշումներով կարգավորենք 10%-ը արդեն գրել ենք 10%-ը պաշտոնյան պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա։ Ընդ որում, այ անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ դա կրթական որևէ ծրագրի վրա ծախսվել է։ Եթե ոչ, այդ դեպքում արդեն մալուսների համակարգ պետք է գործեն, որովհետև մարդ ինքնահայտարարագրում է, որ ինքը չի աշխատում իր վրա կամ դրա կարիքը չունի, որը մեր պատկերացումների հետ չի համապատասխանում։ Ես կարծում եմ, որ սա մի թեմա է, որը դեռ շատ երկար կքննարկենք։ Այսօր այն օրվա ժողովում, համաժողովում ես խոսել եմ, իմիջիալոց էլի երկարում է, բայց ուզում եմ ասել, որ իմ տպավորությունները համաժողովից դրական են եւ հույս ունեմ մյուսների տպավորություններն էլ են դրական, նույն զարմանալի է, թե ինչի նախկինում մեր մտքով չի անցել, որ այնուամենայնիվ պետական կառավարման համակարգը պետական մարմիններին պետքա հանդիպել, պետքա շփվել, պետքա քննարկել։ Սա առաջի փորձն էր, կքննարկենք, բայց որ սա լինելու է, հենց դրա համար մենք անվանեցինք առաջին համաժողով, որը ենթադրում է, որ պետքա լինի երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ։ Ժամկետների մասին իհարկե կքննարկենք, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի։ Ինչ վերաբերում այս որոշմանը, ես կրկին ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ, որը հեշտ չի, շատ երկար քննարկված, ձգձգված, մտավախություններով եւ մտահոգություններով զուգորդված, բայց կարծում եմ, որ պահը հասունացել է։